Բայց ես փաստեր չունեմ եւ ունեմ մեկ բանաձև, որ եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը լիներ Թուրքիայի գործակալ, կաներ ճիշտ այն քայլերը, որոնք այսօր արվում են։ Բայց ես փաստեր չունեմ, սա իհարկե ենթադրություն է։ Թեկուզ վերջերս հենց Փաշինյանի կողմից նշանակված նախարարը հայտարարեց, որ ինքը փաստեր ունի եւ շուտով կհրապարակի։ Երևի ծանոթ եք այ հայտարարության պաշտպանության նախարար աշխատած ազնվորություն։ Երկրորդը այնպես է ստացվել, օրինակ երկրի առաջնորդը տգետ է եւ մեծապետ։ Այս հանգամանքը բացատրում է այն քայլերը, որոնք Նիկոլ Փաշինյանը արել է 18 մինչև 20 թվականի պատերազմում պարտություն։ Իսկապես բացատրվում է տգետության եւ մեծամտության։ Բայց չի բացատրում այն, ինչ կատարվեց դրանից հետո։